25 տարի աշխատել եմ դպրոցում որպես մանկավար 90-ականների վերջներ չէր կերակրում դպրոցի աշխատավարձը, ես որոշեցի հիմնել սեփական բիզնես եւ մտածեցի, որ ամենատարածում գտած գործը չիրուչարազի գործն է։ Չորանոցը կառուցեցինք, հետո սկսեցինք չիրեր պատրաստել, հետո կամաց այգիներ գնեցի, ընդլայնեցի արտադրությունը սեփական հումք ունենալու խնդիրը լուծելու համար։ Տնական մաքուր հումքից, խաղողի շիրայից շփոթ ենք պատրաստում, հետո սա պետք է նորից այնքան, որ ջրի գանա, ալուրը դառնա հեղուկի պես։ Ամբողջ տարվա ընթացքում կարող ենք սուջուխ եւ ալանի ունենալ։ Եթե մենք պարկերը հասցնում ենք պատրաստել ամբողջ տարվա համար, իսկ ընկույզ միշտ ունենում ենք եւ կարողանում ենք սուջուխ ունենալ, որովհետեւ դոշաբ ենք պատրաստում եւ անարատ դոշաբով շարունակում ենք ամբողջ process-ը։ Սիրում եմ գյուղը եւ հաճույքով եմ անում ամեն ինչ։ Ես մասնակցում եմ գրեթե բոլոր process-ներին։ Ամեն ինչից սկսած սերմ, սածիլ անելուց, մշակելուց, մինչև վերամշակման բոլոր process-ներին։ Ծիրան, սևսալուր, տանց, խնձոր, դեղց, սալորի տեսակներ, ճորին եւ հատապտուղներ Եվ նաև իհարկե բանջարեղեն։ Բանջարեղենի մեջ գերակշռում է լոլիկը։ Ունենում ենք լոլիկի եւ քաղցր եւ բնական ջրեր։ Հացոյացվում է, սալատ է պատրաստվում, չոր լոլիկից, որը շատ համեղ է եւ արդեն տարածում ունի նաև Հայաստանում։ Գյուղատնտեսության ծրագրերի աջակցության գրասենյակի կողմից ստացանք նաև մազնվամորու, հաղարջի եւ կոկրոշի թփեր եւ հիմա նաև 1.5 հեկտարի վրա ունենք հատապտուղների այդպիսի պլանտացիա եւ փորձում ենք նաև վերամշակել 2012 թվականից ստեղծեցինք Գյուղի տատիկը։ Գյուղի տատիկի ջրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանք բնական են, օրգանիկ են, առանց հավելումների, այդ իսկ պատճառով շատ մեծ պահանջարկ ունեն։ Հիմնական շուկան Ռուսաստանն է այս պահին, մենք 2 տոննա մի քանի օր առաջ ենք ուղարկել, հիմա 10 տոննայի առաջարկ ունենք։ Պատրաստում ենք պահածոների եւ չիրերի գործարան ունենալ արդեն շուրջ 200 աշխատատեղով։ Ապրում ենք հրաշալի երկրում, ուր տարվա բոլոր 4 եղանակները ունենք վայելելու հնարավորություն։ Ես կարծում եմ, որ ամեն մեկս պետք է նախաձեռնենք ինչ-որ բան եւ ոչ թե սպասենք ինչ-որ մեկը մեր համար անի։ Ոչինչ հեշտ չի լինում բնականաբար, իսկ դժվարությամբ ստեղծված մի տեսակ շատ ավելի համով է եւ ավելի հետաքրքիր ես կարծում եմ։